Պահել զինվորների սերմնաբջիջները դրանց պահպանման համար բանկ ստեղծել։ Թևան Պողոսյանի առաջարկը հանրային մեծ արձագանք է գտել։ Պատգամավորն առաջարկում է, որ պետությունը երաշխավորի 18 տարեկան նորակոչիկների սերմնաբջիջների պահպանությունը։ Մարդիկ կա, որոնք իսկապես կարող են ասեն ցանկություն չունենան։ Մարդիկ կան կարող են, որ հակառակը արխային կլինեն։ Մարդ կա, որ կարող ասի միայն ինձ թույլ ուտարությամբ դա հետո կարելի է ապագայում օգտագործել։ Մարդ կա կարող ասի ոնց դոնոր եմ տրամադրում, հա, ով որ ցանկանա անի։ Դրանք բոլորը կանոնակարգերի քննարկման խնդիր են, որը վստահ եմ, որ արդեն կդառնա գործադիր մարմնի մանրամասն օրենքը կյանքի կոչելու հետ կապված։ Հասկանում եմ, որ ինքը էժան բան չի։ Պատգամավորի առաջարկի հիմքում լուծում գտնելն է այն զինծառայողների համար, որոնք բանակում կարող են վիրավորվել կամ հիվանդանալ ու վերարտադրողական ֆունկցիայի խանգարում ստանալ։ Վիրավորներ կան, վնասվածքներ, կարող են մարդիկ ապագայում նույնիսկ հիվանդություններ ունենալ։ Օրինակ մի հատ շատ հետաքրքիր առաջարկ էր, որ այսպես թե այնպես դա պետք է արվի, քանի որ մարդիկ կարող են տարիքի հետ միասին տարբեր հիվանդություններ ձեռք բերեն, նրանց հետո ընտանիք կազմեն, ցանկանան վերարտադրություն կատարել, բայց չստացվի, բայց եթե երիտասարդ տարիքում դա ապահոված է, ինքը միշտ կարող է օգտվել։ Պատգամավորի առաջարկը նաև մասնագիտական քննարկումների նյութ է։ Հայաստանում օրենքը թույլ է տալիս կամավոր սկզբունքով պահպանման հանձնել սերմնաբջիջը, այնպես որ ցանկացած մարդ կարող է օգտվել այդ ծառայությունից։ Առողջապահական ոլորտի պատասխանատուները նշում են, որ բոլոր զորակաչվողների սերմնաբջիջի պահպանությունը հավելյալ ֆինանսական ու իրավաբանական խնդիրներ է առաջացնելու։ Մեկ սերմնաբջիջի պահպանությունը հազարավոր դոլարներ է արժենում։ Առողջապահության նախարարությունը այլ լուծում է տեսնում։ Առաջարկում են զինծառայողների վերարտադրողականության բարդեցումները բուժել անվճար պետպատվերով։ Եթե մենք ունենք այնպիսի զինվորներ, որոնք ինչ-ինչ պատճառներով նրանք կոնքի օրգանների վնասվածք են ստացել կամ նրանց բեղունակությունը վնասվել է, դա մտցնենք պետպատվերի շրջանակներում նրանց բուժողությունը իրականացնելու եւ կազմակերպելու համար։ Այսինքն այլևս նրանք կարիքը չի լինում սպերման վերցնելու, որովհետեւ ոչ բոլոր դեպքերում հատկապես այդ կոնքի օրգանների վնասվածքների դեպքում սպերմայի վերցման անհրաժեշտությունն է։ Այժմ պետությունը անվճար հոգում է սահմանամերձ համայնքների այն ընտանիքների բուժման ծախսերը, որոնք վերարտադրողական ֆունկցիայի խանգարման պատճառով չեն կարողանում երեխա ունենալ։ Հնարավոր է նրանց հետ պետությունը աջակցություն տրամադրի նաև զինծառայողներին։ Քննարկումները շարունակվում են գտնելու օպտիմալ լուծումը։ Նազելի Գրիգորյան, Նարեկ Գալստյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։